Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները ստորագրել են գործակցության հուշագիր կարևորագույն հանքանյութերի ոլորտում եւ հայտարարել հարաբերությունների նոր ոսկեդարի մեկնարկի մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան Վաշինգտոնից պատվիրել է շատ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Այսպիսով Տոկիոն եւ Վաշինգտոնը ամրապնդում են ռազմատնտեսական դաշինքը Չինաստանի աճող ազդեցությունը հակազդելու համար։ Մալայզիայում կայացած հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովում Չինաստանի վարչապետ Լի Ցյանը կոչ է արել տարածաշրջանային առաջնորդներին պաշտպանել ազատ առևտրի սկզբունքները եւ դիմադրել պրոտեկցիոնիզմին հովանավորման համակարգին։ Նրա հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի բարձր մաքսատուրքերի վերաբերյալ ելույթից ընդամենը մեկ օր անց։ Չինաստանը Թրամփի տնտեսական քաղաքականությունը բնորոշել է որպես խոչընդոտ համաշխարհային առևտրի հովանավորման համակարգին։ Նույն գագաթնաժողովում Կանադայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփին առևտրային լարվածությունը մեղմելու նպատակով։ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ստորագրել են պայմանագիր Eurofighter Typhoon տեսակի 20 կործանիչ գնելու վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ 8 միլիարդ ֆունտ ստերլինգ եւ այն ամենախոշորն է վերջին 20 տարվա ընթացքում։ Բրիտանական կառավարության տվյալներով ծրագիրը կստեղծի շուրջ 20,000 նոր աշխատատեղ, իսկ առաջին օդանավերը Թուրքիային կհանձնվեն 2030 թվականին։ Կարիբյան ծովում ձևավորվող Մելիսա փոթորիկը, որը արդեն հասել է 5-րդ կատեգորիայի, սպառնում է դառնալ կղզու պատմության ամենաուժեղներից մեկը։ Ամերիկացի օդերևութաբանների խոսքով, մինչև 280 կմ/ժ արագությամբ քամիները կարող են առաջացնել ավերիչ ջրհեղեղներ եւ սողանքներ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։